Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսյանով գողջունեմ ձեզ սիրելիներ, ուր որալ գտնվիք, որ երկրի մեջ թող Աստծո օրհնությունը հանգչի ձեր վրա, ան առաջնորդե ձեզ ամեն ճշմարտության եւ ըլլա որ մեր կյանքերը բդղապեր դառնալով երրորդությունը փառավորվի։ Տերոջ շնորհքով պիտի շարունակենք մեր առաջին Թեսաղոնիկեցված թուղթին սերտողությունը, ուրեմն այսօր պիտի սկսենք 5-րդ գլուխեն, նախորդ գլուխին վերջավորության տեսանք մեր մխիթարությունը, մեր հույսը, առաքյալը գիշեցնե մեզի, որ մենք այս աշխարհի մեջ ճամփորդներ ենք, օրը պիտի կա մեզ իր կովարնե եւ վերջին համարը գսե 17-րդ համարը ուստի մեգս մեկ մխիթարեցեք այս խոսքերով, որ խոսքերով այն խոսքերով որ Հիսուս նորեն պիտի կա ննչող հավատացյալը եւ ողջ մնացող հավատացյալը հավիդյան դերոջի հետ պիտի լան փառք կուտանք այս հույսին համար ճշմարիտ հավատացյալը այս հույսով գաբրի ամեն օր եւ երբ իր աչքերը փակի այս աշխարհին դերոջիկով պիտի փանա իր հույսը եղող Տեր Հիսուսին հետ պիտի ըլլա փառք կուտանք այս մեծ ճշմարտության համար փառավոր ճշմարտություն է ուրեմն 5-րդ գլուխեն պիտի շարունակենք այս գլուխը կարելի է երկու մասերով բաժնել մեկեն 11 համարներու մեջ կտեսնենք հոն դերոջը օրը այս նյութը գշոշապ է դերոջը օրը իսկ 12-ն 18 համարներն ալ գարկմը հորթորներ գուղե Պողոսարակյալ Թեսաղոնիկեցված եկեղեցին եւ այսօրալ մեզի ուրեմն մեկեն երկու համարներու մեջ այսպես կգարտանք բայց այն ժամերուն ու ժամանակներուն համար եղբայրներ բեք չէ բան մկրել ցեզի քանզի դուք ինքն իրենիդ աղեք գիտեք թե դերոջ օրը քիշերվան քողի պես այնպես գահասնի բայց խոսքը ցույց կուտա թե հիմա այնինչ որ պիտի ասե առաքյալը գաբ ունի նախորդ նյութին եւ խոսքերուն հետ առաքելական շրջանին սկսյալ մինչև այսօր հետևյալ հարցումը դժվարություններ ստեղծած է հավատացյալներու միջև մինչև իսկ անոնք իրարու հետ քժդված են եւ բաժնված են երբ է Հիսուսի երկրորդ քալստյան թվականը առաքյալը գսե այս հարցումը իմաստ չունի թերևս մենք մեռնինք առաջ որ Հիսուս վերադառնա ուստի ինչ օգուտ պիտի ըլլա գիտնալը թվականը գիտնալը ուրեմն դերոջը օրը քիշերվան քողի պես այնպես գահասնի անագնգալորեն Տեր Հիսուսի հանգարցակի վերադառնալու վարդապետությունը ինք ուսուցանեց Հիսուս ինք ուսուցանեց եւ առաքյալներն ալ շարունակեցին այս ճշմարտությունը հաստատող մի քանի համարներ պիտի գարտամ Մատթեոսի 24-րդ գլուխին 42-ն 44 համարները այսպես կսե Ուրեմն արթուն գեցեք վասնզի չեք գիտեր թե որ ժամուն ծեր դերը գուկա բայց զայս գիտենք որ եթե դանուդերը գիտնար թե քիշերվան որ բահուն քող գուկա արթուն կգենար եւ թող չեր դար որ իր դունը ձագեն անոր համար դուք ալ պատրաստ գեցեք քանզի որթի մարդոգուկա այնպեսի ժամում մեջ որ դուք չեք գարձեր Դարձյալ Ղուկասու 13-րդ գլուխի մեջ ավետարանիչը գխոսի Հիսուսի խոսքերը արձանագրելով գսե 12:39-ն 40-ը պիտի գարտամ Բայց զայս գիտեք որ եթե դանուդերը գիտնար թե որ ադեն քող գուկա արթուն կգենար ու թող չեր դար որ իր դունը ձագեն ուրեմն դուք ալ պատրաստ գեցեք
քանզի որդի մարդոգուկը այնպեսի ժամումը մեջ, որ դուք չեք կարծեր։ Նաև 21 Ղուկասու 21 34-ը այսպես կսե Ղուկաս 21 նույն ավետարանիչը ուրեմն 34 եւ 36 գսե իսկ դուք ըսկուշացեք ցերանցերուն չլա որ սիրդերնիտ գերուխումով ու քինովությունով եւ աշխարհային սպամուկներով ձանդրանա ու հանգարձակի այն օրը ցեր վրա հասնի կտեսնեք հանգարձակի վասնզի բոլոր երկրին երեսը բնակողներուն ամենուն վրա որոք այդի մբես պիտի հասնի ուստի արթուն գեցեք ու ամեն ադեն աղոտ գրեք որ արժանի լակ այն բոլոր ըլլալու բաներեն ազատելու եւ որդվո մարդո արչև գայնելու հայտնության քիրքի մեջ եւս ագնարգություն գա հայտնության քիրքին երրորդ գլուխին երրորդ համարը գսե հիմա միտքդ բեր թե ինչպես ընդունեցիր ու լսեցիր եւ բահե եւ աբաշխարե բայց եթե արթնալու չլաս քողի մբես քո վրատ պիտի կամ կտեսնեք քողի մբես հանգարձակի ու բնավ պիտի չգիտնաս թե որ ժամուն քո վրատ պիտի կամ դարձյալ երկրորդ Պետրոսի երրորդ գլուխին 10-րդ համարնալ այսպես կսե սակայն դերոջը օրը քողի պես պիտի կա որ ադեն երկինք սաստիկ շարաչյունով պիտի անցնի ու դարերտները փրնգած պիտի լուծվին երգիրալ ու ինչ կործեր ներողություն երգիրալ եւ ինչ կործեր որ անոր մեջ կգտնվին պիտի այրվին գտեսնեք սակայն դերոջը օրը քողի պես պիտի կա ինչու համար Աստված ձաձուկ պահեց եկեղեցի վերառնվիլը եւ Հիսուսի վերադարձին թվականը Եթե գիտնայինք մեր հափշտակության եւ դերոջը վերադարձին թվականը այդ բարակային մեր սիրո հավատքի եւ հնազանդության գարիքը պիտի չլար դերոջը համար կործելու եւ բդղապեր կյանք մը ապրելու պետք պիտի չլար սրբության մեջ արթուն եւ սկաստ գենալու պետք պիտի չլար մեր ուզած ցևով պիտի ապրեինք ու ժամանակեն քիչ մը առաջ պիտի պատրաստվեինք դերը թիմավորելու դակավին նկատի չեն գարներ մահվան այցելության ժամը որ մեր թուրը պիտի զարնե Աստված լուր գեցած է այս առընչությամբ ան գուզե դեսնել մեր սերը եւ հնազանդությունը գուզե դեսնել մեր հավատքը թե գհավատանք գվստահենք իրեն որ դերը ովևէ ադեն գրնա վերադառնալ ու մենք զգաստ գսպասենք միևնույն ադեն մեր առաքելության քիդագից գծարայենք մեր շուրջիներուն օգտակար դառնալով Շատեր փորձեցին ու կփորձեն թվականներ որոշել Հիսուսի վերադարձին համար եւ խայդարակ գլան Չարլզ Ռասել ասված Եհովայի գարձեցյալ վկաներուն առաջնորդը երկու անգամ թվական որոշել է ու խայդարակ դառնալեն յետքը ասավ երկրորդ անգամ Հիսուս վերադարձած է բայց ոչ մարմինով այլ հոգիով ուստի հիմա Հիսուս գտակավոր է Ցավալին այն չէ որ հիշյալ մարդը դքիդությամբ հայդարարություններ գդարած է ավելի ցավալին այն է որ այսօր միլիոնավոր հետևորդներ ունի այս գազագերբությունը որուն առաջնորդներ Չարլզ Ռասել Աստուծո խոսքը հստակ է ոչ ոք գիտե օրը եւ ժամը ներառյալ ամիսը եւ դարին անորամար արթուն եւ ըսկաստ պիտի գնանք եւ ովևէ մեկը երբ թվական գորոշե դերը ինձ հայտնեց դերը ինձ դեսիլքով հայտնեց որ ասիչ թվականին պիտի կա սուդ է այդ մարդը գարտանք երրորդ համարը գսե
Երբ ըսելու ըլլան թե խաղաղություն ու ապահովություն է, այն ադեն գորուստը հանգարձակյանոց վրա պիտի ասնի հղիին երկունքին պես ու պիտի չազատին։ Դեր Հիսուս իր վերադարձին համար թվական չորոշեց, սակայն գարկմը նշաններու եւ երկրի մեջ դիրող վիճակներու եւ երևույթներու մասին խոսեցավ, որոնք դեղի պիտի ունենան առաջ որ վերադառնա, որբեսի իրենները պատրաստվին եւ այսօր համար Աստծո փառք կուտանք իր սերեն մղված այս նշաններուն շուրջ խոսեցավ։ Գարտացված հատված համարի մեջ երրորդ համարը որ գարտացինք, այդ նշաններեն մեկն է զորգիշե արաքյալը։ Սուրբ Հոգին ներշնչեց զայն, որբեսի արցանակրե ու եկեղեցիներուն ուղարկե։ Ինչ է այդ նշանը զոր դեղի պիտի ունենա առաջ որ դերը վերադառնա, երբ ըսելու ըլլան խաղաղություն ու ապահովություն է։ Խաղաղություն եւ ապահովություն ամենաշատ կործածվող բառերն են։ Երկիրներու ղարավարությանց միջև գումարված ժողովները ու ծախսված գումարները խաղաղության եւ ապահովության համար են։ Գարժի նշмарել արաքյալի խոսքերը գսե երբ ըսելու ըլլան, ով գսե աշխարհի այն մարդիկը, որոնք Աստուծո հեղինակությունը գմերժեն ու անոր խոսքը գանարքեն եւ չեն հարկեր անոր խոսքը։ Անոնք, որոնք իրենց ներշնչումը թժողքեն գստանան եւ Աստուծո գամքին հագարակ օրենքներ գործեքրեն ու քրիստոնեական սկզբունքներու հագարակ օրենքներով մարդոց կպատրաստեն Աստուծմե անգախ ապրելու սկզբունքը։ Մենք այս աշխարհի իշխանին ներքո գտնվող ժողովուրդներուն չենք ըսեր խաղաղություն ու ապահովություն է։ Մենք գիտենք, որ խաղաղության իշխանը միայն Տեր Հիսուս Քրիստոս է եւ անոր մեջ մարդուն ապահովությունը երաշխավորված է։ Բազմաթիվ համարներ կան, որոնք կհաստատեն, թե ով է այս աշխարհին իշխանը։ Սուրբ Գիրքը սերտողներ շատ լավ գիտեն։ Եթե դերը գամի քալ ուրբաթ պիտի շարունակենք եւ մի քանի համարներ պիտի տեսնենք, որբեսի հասկանանք, ըմբռնենք, թե ով է այս աշխարհի իշխանը։ Փառք ունենք, որ Տեր Հիսուս խաղաղության իշխանը մարդոց սրտերը ներս երբ մուտք կգործե, այդ սիրտերը կխաղաղեցնե եւ փյուրավորներ կվգայեն, թե Հիսուս խաղաղության իշխան է։ Ուրեմն դերը գամի քալ ուրբաթ պիտի շարունակենք Տերոջը ներկայությունը ծեր բոլորին հետ լա ան առաջնորդեցես եւ միշտ խաղաղության մեջ մնաք իբարս երրորդության ամեն